ադրբեջանցիներին թվում է, թե ամբողջ աշխարհը բունյաթովի դասագրքերով է պատմությունը ուսումնասիրում։ Իրենց թվում է, թե իրենց ռադիոն ու իրենց շրջաբերականներն են կարդում Վաշինգտոնում եւ Բրյուսելում, Փարիզում, Լոնդոնում։ Բացում են տենան ինչ է գրել, հա, իրենց փորձագետը։ Մենք էլ ունենք, չէ՞, այդպես փորձագետներ տեղեկանք են գրում։ Իրենց դա է թվում։ Չէ, այդպես չի։ Երկու սխալ է անում։ Առաջինը թվում է իրենց, որ թվում է։ Երկրորդը այդպես չի կարող լինել, այդպիսի շանս, տեսեք, իրենք մտածում են, եթե շանս ներկայանա, Զանգեզուրը գրավենք, Երևանը գրավենք, Համամլուն գրավենք, Դավալուն գրավենք, չէ, բանները դրամեր են դրել, էլի, շանս կլինի կգրավենք, էլի, Վանը ոնց գրավեցինք, Խարսը գրավեցինք, չէ, Նախճեվանը գրավել ենք, հիմա Շուշին ու Ստեփանակերտը գրավել ենք, չէ, կարող են էլ գրավենք ու անցնի, եթե չանցնի, դա բանը կարելի, իմիտացիան կարելի թող իմանան, որ մենք ինչ-որ բան ենք, այ մենք հիմա պետք է, մենք գործ ունենք, պետք է թույլ չտանք, պետք է նրանք ոչ նա ստանան, ոչ նա, այ դաս պետք է տանք, մենք ասենք, որ այդպես չի կարելի մեզ հետ, մենք թող հիշեն 1994 թվականի Բիշկեկում իրենց ստորագրությունը, Սամվել Բաբայանի նկարը, մենք պետք է մեծ միտեղ, նույնիսկ փողի վրա կարելի է, այ 100,000 ունենք, չէ դրամ, 1 միլիոնանոց դրամ միած սարքենք, եթե դրանով ամրապնդվեր դիրքերը Բաբայանը գրիչով, ինչու, ասում եմ, եթե դրանով ամրապնդվեր դիրքերը գուցե, բայց պատմության դասերի մասին է խոսքը, այո, նրանց պետք է ասենք, որ Սամվել Բաբայանը միակը չի, մենք մի դիվիզիա Սամվել Բաբայան ունենք, որ պատրաստ են իրենց կապիտուլյացիայի տակ ստորագրելու, մի անգամ ստիպել ենք, պարտադրել ենք Բիշկեկում ստորագրել, զինադադար չէ, ուրեմն Սամվել Բաբայանը կա որպես նմուշ։ Երբ ենք ազատվելու հետ վարչապետից, որ մենք ուրինակ նոր հզոր խելացի բիադոր վարչապետ, որ այս վարչապետը խելացի լի, կարողանա երկիրը ղեկավարի, այս գրանով մենք կործանում ենք մեր հայ ազգը։ Երկրորդ հարցը, պարզ է, էլ մի կործանումի մասին չենք խոսում, նոր խելացի վարչապետ, հարցը կուղեմ, հաջորդը էլի հարց ունեք։ Հաջորդ հարցը խնդրում եմ ձեզի, այդտեղ մի հատ հայ կա, որ իրար դեպարկացում է, որ ինքը հայ է, բայց ինքը ադրբեջանցի է, չեմ ուզում, որ էդի խոսա, հայրը խոսալը չգիտի։ Ես չգիտեմ ում մասին է խոսքը, լավ, եղավ, մեկը մյուսի մասին չեմ ընդունում այդպիսի բան, խոսելաձև և թեմա, նոր խելացի վարչապետ է ասում մեր Ամերիկայում բնակվող, Լոս Անջելեսում բնակվող հայրենակիցը։ Առաջիկայում ընտրություններ են լինելու, հայտեր կներկայացնեն, վարչապետի թեկնածուների, հայտերը կներկայացնեն, կտեսնենք դրանցից որն է ավելի հարմար, նրան էլ կընտրենք, ով ունի համապատասխան նկարագիր, կրթություն, կենսագրություն, չէ, կենսագրություն, կրթություն, գիտելիքներ, ծրագրեր, թիմակիցներ, ու նրան կընտրենք, մեր ձեռքում է դա, մենք կարող ենք ընտրել։ Կարծում եք, որ ընտրությունները ազատ են լինելու և իսկապես հանրությունը հնարավորություն է ունենալու նոր վարչապետ, այսինքն նոր խորհրդարանական կազմ ընտրելու և այդ կազմն էլ կտա, ինչպես ասեց, նոր խելացի վարչապետ ընտրի իր մեջից։ Մենք արդեն փորձ ունենք, այդ 60,000 ստորագրությունը նախավարժանքներ, որ մեր ժողովուրդը գիտի ազատ ընտրության գինը։ Մենք պարտադրեցինք այս իշխանություններին վերնապոդնի, հիշում եք այնտեղ փաթաթվում էին Լուկաշենկոյի, Նազարբաևին, ինչ ջերմ հարաբերություններ էին, այսպիսի կլոր սեղաներ, միասին հաճախոսություններ էին փոխանակում, զորքեր էին փոխանակում, իրար հետ գնում էին, իրանց մոտ ցույցեր էին ճնշում եւ այլ, բայց տեսակ ոնց այսօր երեք մի քանի ամիս առաջ ասացին, որ հա, եթե ժողովուրդը մեզ պարտադրում է եվրոպական արժեքներ, ուրեմն մենք դա կընդունենք։
Այսինքն մեր ժողովուրդը ուժեղ է։ Մենք կարող ենք։ Կպաշտպանի ժողովուրդը իր իրավունքը ազատ ընտրելու դες թվում է։ Թե եթե ինչ որ բաների մանիպուլյացիաներ լինեն, էլի ինչ որ Եթե չզավթվի, տեսեք մեր ասենք զավթվում է։ Ասենք փորձ է արվում զավթվել։ Եթե մենք Ժողովուրդը գերի ենք, կպաշտպանի իր եթե մենք գերի ենք, տեսեք մենք 1000 տարի գերի ենք եղել։ Մենք ուզում ասել այնպես չի գիտեք, որ մենք հիմա բան ենք, բրիտանացի ենք։ 500 տարի Բրիտանիայում թշնամի, Լոնդոն թշնամին չի մտել։ Միակ երկիրն է 500 տարի թշնամի չի մտել այդ երկիրը։ Մենք գիտեք, որ բրիտանացի չենք։ Ենք։ Մենք գերության մեջ եղել ենք։ Եվ հենց հիմա մեր այս հաղորդումն էլ դրա մասն է, որ այլևս երբեք մենք մեր ազատությունը պետք է պաշտպանենք, մեր անկախությունը պետք է պաշտպանենք, մեր ընտրելու իրավունքը պետք է պաշտպանենք։ Մենք ունենք այդպիսի քաղաքացիներ, որ անձնազոհ ձևով կպայքարեն մեր ազատության համար, անկախության համար, ընտրելու իրավունքի համար։ Հաշվետվության օր է այս քանի օրը, հաշվետվության օրն է։ Հեղափոխությունը եւ հակահեղափոխությունը հաշվետվություն են տալիս։ Դուք ցանկը նայեք, հարգելի հերոստատիտողներ։ Նայեք, տեսեք ովքեր են հայտ ներկայացրել իշխանության համար։ Կարծես թե 2018 թվի հեղափոխությունը կարծես թե չի եղել։ Նույն մարդիկ են, նույն դեմքերը։ Քրեա օլիգարխիկ ուժերը մրցում են դուրս պրծուկների հետ։ Մարդիկ որոնք ոչ մի կենսագրություն չունեն, հեղափոխության դրոշով, հեղափոխության գնացքով եկել են, բայց իրենք հեղափոխական չեն։ Այսա հաշվետվություն է, տգեղ է։ Սրանք են։ Հələ տեսեք ովքեր են նորից իշխանություն ուզում Հայաստանի Հանրապետության տարածքում, քաղաքներում, ավականների ցուցակը նայեք, քաղաքապետերի, գյուղապետերի հավակնորդների ցուցակ, ասում եք, 18 թվին սրանց չեն ոչնչացրել քաղաքականապես։ Նոր կուսակցություններ են արդեն հայտ գալիս, նոր երիտասարդներ կան։ Այո, նոր, ես մի քանիսին գիտեմ, օրինակ Դաշինքը, այ ճիշտը եւ լավը կլիներ, որ Դաշինքի եւ հեղափոխականների Դաշինքը որն է, Եվրոդաշինքի մասին։ Այո, Եվրոդաշինքի մասին է խոսքը։ Այդ երեք կուսակցությունները եւ իրենց դաշնակից հասարակական ուժերը։ Տիգրան Խզմալյանը, Արամ Սարգսյանը եւ Արման Բաբաջանյանը, նրանց կուսակցություններ, ես լիդերներին եմ ասում։ Նրանք արդեն այլընտրանք են այսօրվա իշխանության գլխավոր մրցակիցը ծրագրերով, գաղափարներով, ամեն ինչով պետք է լինեին նրանք, բայց իշխանության համար դժվար կլինի նրանց դեմ պայքարելը, դժվար է լինելու, զուգահեռ են եվրոպական ծրագրերով, ժողովրդավարական ծրագրերով, արդարության ծրագրերով, դրոշը ինչ է գրված, Նիկոլ Փաշինյանի դրոշի վրա ինչ է գրված, արդարություն չէ, ինքն էր ասում, ազատ արդար Հայաստան, ազատ եւ արդար, հիմա մրցակիցը ազատ արդար եւ անկախ Հայաստան, հիմա անկախությունը եւ արդարությունը զուգահեռ բաներ են, ճիշտ կլինի, որ դա լինի այլընտրանքը, իսկ ես կարծում եմ, որ դժբախտաբար իշխանությունը ուզում է այն նրանց, ում որ մի անգամ հաղթել է, մերժել է մեր օգնությամբ, մերժել է, ուզում է մի անգամ էլ մերժի, արդեն սովորել է, մի անգամ արել է, այն փորձած թանն է, մենք այսօր կովերի կովերի թաների մասին, փորձած թանը չի ուզում անփորձ մածունի հետ փոխել իշխանությունը, ես կարծում եմ, որ ճիշտ այնպես իմշես 60,000 մարդը ստորագրեց անուն ազգանունով, անձնագրով պարտադրեց իր կամքը եվրո ծրագիրը, եվրո ինտեգրացիան, այդպես էլ ընտրությունների ժամանակ 600,000 մարդ իր իշխանությունը կձևավորի։ Այսինքն դուք ենթադրում եք, որ այդ դաշինքը կարող է նախընտրական արդեն կորիզն է։ Կորիզ լինի։ Արդեն դա կորիզն է։ Կորիզը դու ձեր գնահատականն է, բայց գնալ դեպի այդ խորհրդարանական ընտրություններ։
մենք ուրիշ տեղ չկամ պետք է գնանք դեպի Ասիա, Պակիստան, Տաջիկստան, Ղրղզստան, Մոնղոլիա կամ Եվրոպա։ Դե ամփոփելով վերադառնանք էլի ձեր կարմիր կովի, թե չէ, կարմիր կովը չէ, ձերը կթան կովներ։ Կարմիր կով էլ կա, որին չի կարելի կպնել։ Ես ասում եմ, չկա մեր համար կարմիր կով։ Սրբազան կով չկա։ Չէ, կարմիր կովը կաշի չփոխողն է։ Կարմիր կով ասում են կաշին չի փոխում։ Այդ դա էլ կա։ Մենք այդպիսիք էլ ունեն, որ կաշին չեն փոխում։ Գիտենք, այսօրվա ընդդիմությունը դա էլ կարմիր կովն է։ Կաշին չի փոխում, անդադ Լենին Աթաթուրք, ռուս-թուրքական դաշինք, ռուս-թուրքական հապատակություն, հաճախորդները ռուս-թուրքական հաճախորդ։ Այսինքն իրենք պաշտպանում են։ Կարմիր կովն է, նրանք չեն փոխում իրենց կաշին։ Ուրեմն կթան կովը իմացանք որն են, կամ Սրբազաններ կուրքերն են, ասում եք կուրքեր մի ստեղծեք, հա։ Մի ստեղծեք, իհարկե, այսօր Եվ մնում է մենք չդառնանք կթան կով։ Մենք լինենք գործընկեր եւ հարգարժան գործընկեր։